Ռեժիսոր, որ պատմում էր մարդու մասին։ Արվեստում ասում էր, ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց։ Գիտեմ նրա խոսքի տակ թաքնված լռությունը, ձգտումները, թուլություններն ու ուժը։ Ավակի ցավերը իրար մի տվեք։ Թեժ քննարկումներ ստեղծագործական վեճեր նկարահանման հրապարակում։ Դա Մալյանի մասին չէ, որովհետև Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Խորեն։ Հենց նրանք կերտեցին հայ կինոյի ոսկե ֆոնդը՝ Եռանկյունի, Հայրիկ, Կտոր երկինք, Նահապետ։ Նահապետ! Ջուր բեր։ Գրագվար։ Սերգեյ օպերատորը գալիս է, փորը իջեցնում է, ներքև գնում է։ Սոսը գալիս է պավելյոն, փորս բարձրացնում է գնում։ Կանչում են Գեր Մալյանին։ Գեր Մալյան, էս ինչ ա եղել ասում, սա ասում ա վերև, նա ասում ա ներքև։ Մալյանն ասում ա դուք Սոսին լսեք, Սոսը վետերան։ Լուբար։ Սոֆիկ Սարգսյանը 26 տարեկան էր, երբ մարմնավորեց Նահապետին ու Բարին։ Երիտասարդ աղջկան գլխավոր դեր վստահելը համարձակություն էր, բայց Մալյանը գիտեր, ում ինչ դեր է վերապահում։ Իշխան, այս աշխարհում քանի պետություն կա։ Խորհրդային լճացման եւ գրաքննության տարիներին Մալյանը կարողացավ էկրան բարձրացնել պատկերներ հավատի, սիրո եւ բարոյական վեհության մասին։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան է, չէ՞։ Ավստրիան։ Աշխարհը, լիքը դահլիճները, որոտնդոս ծափահարությունները, պատվո երկաթեղենը ուրիշներին, ասում էր մտածողը։ Ինձ միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես։ Մալյանի բեմադրած հեքիաթները Թումանյանի գործերին համարժեք։ Մալյանը երկրորդ կյանք տվեց Թոթովենցի բաց կապույտ ծաղիկներին, Կտորմը երկնքով։ Ֆիլմը գրավել էր նաև Անդրի Վերնոյին։ Ասեց ֆիլմը, որ քննություն կբռնի միջազգային արենան, այն անարակների մասին։ 5 դարբին, 5 ընկեր ու 5 ճակատագիր, մուրճի եւ երկաթի յուրատեսակ սիմֆոնիայի ներքո էլ հյուսվեց կյանքի, ընկերության եւ նվիրումի պատմությունը, ազնիվ ու պարզ մարդկանց մասին։ Երկաթի ձայնի համանվագը ստեղծվել է նաև այս գործիքներով։ 5 մկրտիչներից մնացած եւ էկրան բարձրացած մուրճը, մեխերն ու մյուս իրերը պահվում են գրականության եւ արվեստի թանգարանում։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։